հույս ունեմ, որ այս համաշխարհային տենդենսներին, որ հետևում ես, կգա մի պահ, որ իրավիճակ կփոխվի, ու մենք կարող այս 30 տարվա բացասական կենսափորձը պետության առումով որ ունենք հայ ազգը, կարող այնքան հասունացած լինի, որ 90 թվի համակարգափոխության ժամանակ, երբ որ կոմունիստականից փոխվեցինք ազատական դեպի եվրոպական, այնքան խելք ունենանք, որ մեր պետությունը այնպես կառուցենք, որ այսօրը չընկնենք։ Կարող է մի շանս էլ տա։ Մեզ 90 թվին Աստված ասեմ, բնությունը ասեմ, ոնց ուզում եք ձևակերպեք, մեզ շանս տվեց հայ ազգի վերազարթոնքի հզորանալու։ Ու դրա արտահայտությունը Ղարաբաղյան շարժումն էր։ Դրա արդյունքն էր, որ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Ռուսաստան, այն ժամանակ Ռուսաստանը Հայաստանի կողմն էր, այդ սուտ են ասում։ Վազգեն Սարգսյանը սուտ էր ասում, ով որ հիմա պնդում է, որ այն ժամանակ Ռուսաստան մեր մեջքին էր կանգնած։ Դե թող տղամարդավարի պատասխանը կալցո օպերացիան հայերի դեմով էր անում։ Շնորհնուխի 22 հոգուն մերգելյանցիներն ով ձերբակալեց տարավ հանձնելու Ադրբեջանին։ Հիմա հրաբխային ժայթքում պիտի լինի, որ ինչ-որ իրավիճակ փոխվի մեր մոտ։ Համաշխարհային առումով։ Լինում է Թրամփը հրաբխային ժայթքում անում են էլ ինչ ձևի ժայթքում։ Բայց հարցը դա իօգուտ մեզ կլինի, թե ի վնաս մեզ։ Ես ասում եմ Աստծո կամքով հույս ունեմ, որ իօգուտ մեզ կլինի, որ հաշվառելով մեծ խաղացողների հետ շատ, իսկ Թուրքիան էլ դարձել է մեծ խաղացող, այդ իրանց հակասությունները այնքան մեծ կլինեն, որ մենք հույս ունենք ոչ թե ոտատակ կգնանք, այլ կարող է մի հատ Վիլսոնյան իրավարար վճռել հիմա արժանանանք։ Բայց դրա համար ազգը իր մեջ պետք է ինչ-որ բան վերաիմաստավորի, ինչքան էլ այս կեղծ ընտրություններով բանով պառակտում են մտցնում իրար մեջ թշնամի են սարքում իրար, այնքան էլ հասկանա, որ հենց դրանով են սարքում։ Ու գա մի գեղեցիկ օր, որ ասի դուք էլ ձեր ընտրություններն էլ էսել են ու ոտքի կանգնի ու ասի մենք ենք անելու 92 թվականին այս Նիկոլի հոգևոր հայր, այս նրա գաղափարական հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ այլնի հետ կար Բլեան Աշոտ։ Իրենք գաղափարական հայրերն էին, որ տարան Բաքու, այն ժամանակ որ հայերն ու թուրքերի ադրբեջանցիների հետ կռվում էին, սպանում էին, պատերազմ էր, իրան տարան Բաքու, մանտվեցին Բաքու, որ գա այստեղ ելույթ ունենա ու ազգային ժողովում գերագույն խորհրդում պատգամավոր էր։ Ով ելույթ ունենա։ Բլեան Աշոտը։ Գա եւ ազգային ժողովում գերագույն խորհրդում հերոստատեսությամբ թերթերում հանդես գա, որ ուր ենք մենք Բաքվի հետ ոտ մեկնում 7 միլիոնանոց լույսերի քաղաք Բաքուն ու մութ այն ժամանակ մութ ցուրտ էր մեզ մոտ։ Այս բնակչությամբ, այս տնտեսական վիճակով, այս բանով մենք ուր ենք բանան, մեզ ոչնչացնեն կդարձնեն բան։ Սխալ դուս եկավ, մենք հաղթեցինք, բայց 30 տարում իրանք ամեն ինչ արեցին, որ բերեն են վիճակին, որ ասեն դե տեղ այ գնացեք կռվեք հաղթեք։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են բերում։ 30 տարում երկիրը թուլացրեց, ժողովրդին նպատակներից զրկեց, ապակողմնորոշեց եւ հիմա արդեն կարող են ասել Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնենք։ Դու փոքր մարդ ես, որ դադարեցնես։ Դա պատմական ռեալությունը, դու պատմության ընթացք փոխել չես կարող։ Դու 20 կես կգնաս, քո ընտանիքի պատմությունը կծածկվի հաստ բետոնով պատմության մոռացության եւ ժողովրդի մեջ մեկ էլ կտենաս, որ էդի կմնա ու մեկ էլ կժայթքի այնպես, որ 88 թվին ման անսպասելի բոլորը քնած էին, մեկ էլ հոպ մյուս օրը արտացան ու պարզվեց բոլորի միավորող բան կա։ Այդ ձևի բան էլի կարող է լինի։ Ես հույս ունեմ, որ կլինի։ Պեսիմիստ լինեմ, կմտածեմ, չէ, վերջ, ամեն ինչ կորած է։